Սաշիկները, Աշոտյանները, տղեկ ուր էիք 18-ին, այն մարդկանց, ովքեր հլը ցելկա են խաղում։ Խի ես եկե քամագը ճղում։ Մենք քցինք ջբը, տենց ընտրվեց իմացավ, հա։ Չզարմանա, ասեմ, Սերժը ժաշկը գցեց Նիկոլի ջեբը։ Իմ չափով իր սխալը Խոստովանի։ Ինքը իրափայի մեղքը թոնթունի։ Մենք թերագնահատել էինք ժողովրդի հոգնածության աստիճանը։ Ես պատասխան եմ տալիս իմ սխալների համար եւ տվել եմ։ Մինչև դուրդ չի չոքում, չես կարծում, որ քեզ էլ կհասնի։ Լացեն դրա մասին կամ ասեմ դա է իմ քաղաքական կռեդոն բնավ։ Ինձ չի դզում ես բլոկը հարցերի։ Սերժը ամենտեղ խառնվում է։ Անդիմադիր գործընկերների այդ թիմակիցների այդ հատվածը ընկել մեր ջանը։ Մենք իրոք չենք հասկանում։ Բարի օր, Արմլուլ լրատվականի հարգելի հետևորդներ։ Ժողովրդի հարցերը հաղորդման շրջանակներում այսօր մենք հյուրընկալել ենք ՀՀԿ փոխնախագահ կրթության, գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին։ Ողջույն, պարոն Աշոտյան։ Շնորհակալ եմ, որ չեք մերժել մեր հարցերին պատասխանելու հրավերը։ Հրավերի համար եմ շնորհակալ։ Ահա, պարոն Աշոտյան, ես կխնդրեմ, որ այսօր մենք անկեղծ լինենք, որպեսզի ես ուզում եմ ձեր կերպարը բացահայտեմ հանրության մոտ ավելի չկաշկանդող հարցերով, բայց գուցե լինեն հարցեր, որոնք ոչ հաճելի կլինեն ձեզ համար։ Ես սովոր եմ լինել անկեղծ եւ ոչ հաճելի հարցեր լսել։ Պարոն Աշոտյան, կար ժամանակ, որ անհնար էր պատկերացնել, որ նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, ով երբևէ թաթախված չի եղել կոռուպցիոն տարբեր գործարքների մեջ, նախ կհայտնվեր կալանքի տակ, այնուհետև կկրեր այսպես կոչված բրասլետ ասվածը։ Երբևէ ձեր մտքով անցել էր, որ այս կարգավիճակում կհայտնվեիք։ Երբ որ իշխանության էինք, իհարկե չէ, ցանկացած իշխանություն անգամ էֆեկտիվ եւ արդյունավետ այնուհանդերձ կտրում է սկզբից ոտքերդ, հետո գլուխդ եւ այդպես է։ Ցանկացած իշխանություն է այդպես է, հայտնի խոսք ասում է իշխանությունը այլասեռում է, բացարձակ իշխանությունը այլասեռում է բացարձակ ձևով։ Եթե խոսենք այսօրվա ռեժիմի մասին, ապա նրանք երկրորդ փուլի մեջ են, բացարձակ այլասեռված իշխանություն են։ Բայց 18 թվականի, այսպես կարող ենք ասել, մայիսի 1-ից, երբ որ Նիկոլ Փաշինյանին առաջին անգամ առաջադրեցին վարչապետի թեկնածու, եւ մենք դեմ քվեարկեցինք, տուրք չտալով համաժողովրդական ճնշմանը, զավեշտ է իհարկե, որ շատերը, որոնք այսօր մեզ մեղադրում են Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ, իրանք այդ ճնշման մի մասն էին, պահանջում էին մեզանից ընտրել Նիկոլին, գալիս էին մեր տներ կամ տալիս էին հիմար հարցազրույցներ մեր մասին, կեղտոտ։ Հիմա ասում են, որ մենք ենք բերել, ինձ համար զվարճալի է դա լսելը, ասում եմ, ինչքան խորը պետք է լինի բարոյանական անկումը այդ մարդկանց մոտ, որոնք չելնեն ուղղակի ասեն, օրինակ Նաիրա Զոհրաբյանի նման, որ ասի կներեք, այո, ես առաջադրել եմ, ես քվեարկել եմ, կներեք, կոպիտ ասած, սխալվել եմ առն։ Միակ տղամարդը, այսպես ասած, ոսկե դեպուտատների մասին չի գնում, հա, դեպուտատներից շատերն են այդ ձևակերպման մեջ եղել նախկին պատգամավորներից։ Ոսկե գնում է հասարակական, քաղաքական որոշ կեղծ ընդդիմադիր եւ սութի ընդդիմադիր, դրանք մի քիչ տարբեր բաներ են, դիրքավորում ունեցող մարդկանց կեցվածքի, դրանց հակաքարոզչության մասին։ Իսկ երբ որ ես հայտարարեցի Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո ազգային ժողովում, որ ՀՀԿ-ն հետայսու լինելու է ընդդիմություն, արդեն պարզ էր, թե ինչպիսի միջավայրում ենք մենք աշխատելու։ Սուտ կլինի ասեմ, որ անգամ այդ ժամանակ ես պատկերացնում էի, որ քաղաքական ռեպրեսիաները հենց այսպիսի ծավալու դրսևորումներ կստանան։ Առաջին խոշորը հազանգը Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցած հակաիրավական ոտից գլուխ քաղաքական հետապնդումներ 18 թվականի հուլիսին մեկնարկած եւ հանրապետականը միակ քաղաքական ուժն էր, որ հստակ գնահատական տվեց այդ process-ին որպես քաղաքական հալածանք եւ կանգնեց քաղաքական առումով երկրորդ նախագահի ազատություն վերադարձնելու գործի կողքին։ Առհասարակ գիտեք այնպիսի բան է, այդ
կալանք կոչվածը, հետապնդում կոչվածը։ Մինչև դուրդ չի չոքում, չես կարծում, որ քեզ էլ կհասնի։ Ոստի, չէ, հետո կամաց արդեն պարզ էր ինչ է լինելու։ Իմ կուսակցական ընկերների նկատմամբ շինցուկ հրեական գործեր հենց 18-ից, Սերժ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդման բազմաթիվ դրվագներ, որոնք առ այսօր շարունակվում են, խայտառակ ձևի։ Իմ կուսակցական մյուս ընկերների կալանավորումները, հասարակական քաղաքական գործիչների նկատմամբ բռնաճնշումները, հիշում եք, adekvat շարժման հետ կապված 18-19 թվականներին մեռան այդ տղերքին նիզաշտոբերման ենթարկելով, արդեն պարզ էր, որ Նիկոլը դառնում է, վերածվում է ավտորիտար կառավարչի, իսկ 44 օրյայի կապիտուլյացիայից հետո, այդ սարքած պատերազմում, սարքած պարտությունից հետո, իհարկե իշխանությունը պահելու համար նա առ այսօր դիմում է ցանկացած գործիքի, ուստի իմ հորդորը իմ հայրենակիցներին որևէ մեկը չմտածեք, որ երաշխավորված եք, իդեպ խնդիրը միայն անդիմադիր Հայաստան ունեցող հասարակական, քաղաքական գործիչներին չի վերաբերում, բազմաթիվ շարքային, այս բառը չեմ սիրում, բայց այսպես ասենք, շարքային քաղաքացիներ, անգամ նիկոլականներ, որոնց թվում էր, որ եթե հոգին վաճառել են սատանային, ապա սատանան բարձր է գնահատում այդ հոգու արժեքը, չգիտեմ, որ այդպիսի դեպք անգամ գեղարվեստական գրականության մեջ նկարագրված չի, որ գլխավոր հերոսը համաձայնի երիտասարդության, հարստության, չծերանալու դիմաց օրինակ հոգի վաճառել ու դա լավ պրծնի։ Հոգեվաճառները երբեք լավ չեն պրծնում։ Ինչպես եք դուք պատկերացնում այդ ժամանակահատվածում, օրինակ ձեր կալանավորումը, եթե արդեն ձեր մտքից այրով անցել եք, որ կգա մի ժամանակահատված։ Անկեղծ ասեմ, չեմ սիրում այս կալանքի թեմայի մասին շատ խոսել։ Իհարկե գիտեմ մարդիկ կան, տենց մատի վրա մի հատ խազա լինում, այդ սարքում են հռոմի են բանից, այսպես ասած, թե տիպը իրանք տուժել են։ Ես այդպիսի դպրոց չեմ անցել քաղաքական, որպեսզի քարոզչության մեջ սկսեմ տառապանքներ վաճառել կամ անձնական պատմությունները դարձնեմ իմ սեփական բրենդը, իմ կուսակցությունը հիմնադրվել է այն մարդկանց կողմից, որոնք 60-ական, 70-ականներին KGB են տեսել, սովետական գուլագ են տեսել, իմ կուսակցությունը ղեկավարվում է մի մարդու կողմից, ով պատերազմի մեջ այնքան կորուստներ, այնքան զրկանքներ, այնքան մարդկանց է կորցրել հարազատ ընկերներին եւ այլն, որ եւ երբեք դա իր դեմքի վրա չի երևացել։ Ես հասկանում եմ, որ քաղաքականությունը պետք է լինի ավելի մարդկային եւ բայց չեմ կարծում, որ դա մեքսիկական սերիալ է եւ պետք է անպայման տենց ամեն մի հույզ այդ պահին ցույց տաս կամ առավելևս ծախես հասարակության վրա։ Ոստի եկեք իմ կալանքի մասին էլ չխոսեմ։ Երբ որ հետ են գնում 2018 թվական ու մտածում եք, արդյոք Հայաստանի Հանրապետությունում այսքան անարդարության մթնոլորտ կլինի, այսքան քաղբանտարկյալներ կլինեն, ձեր ընկերները անընդհատ կճնշվեն, քաղաքական գործիչները կկալանավորվեն, երբևէ ձեր մտքից այրով անցնում էր, թեկուզ բայց բրասլետի մասին չխոսեցիք, բայց կուզեմ խոսել։ Չեմ ուզում դրա մասին խոսել։ Նորից կրկնեմ, չեմ ուզում խոսել, որ դա թաքցնելու բան ունեմ, այլ ինձ վատ եմ զգում։ Այսինքն ես ինչ ճնշել են, ինձ հանիրավի բանտարկել են, միջև հիմա այդ շինծու գործը շարունակվում, ես պետք է հելնեմ կամերայի դեմը լացեմ դրա մասին կամ ասեմ դա է իմ քաղաքական կռեդոն բնավ։ Այս դեպքը պատմեմ ձեզ։ Այս առիթով թեման փոխենք, եթե դեմ չեք, էլի չեմ խառնվում ձեր խմբագրական բանի մեջ, բայց ես եմ ձեր զրուցակիցը եւ խոստացել եմ լինել անկեղծ դες ասում ես չի դզում այս բլոկ հարցերի, իմը չի սա, ոչ թե իմը չի նստելը եւ այլն, այլ իմը չի դրա մասին պատմելը։ Լացել եք համարում, թե ձեր անցած ուղին հասարակ հանրային Երևանյան ժարգոնին։ Չէ, նկատում եմ ձեր անցած ուղին է, որը դժվարություններ եք ունեցել։ Այս տարի 50-ամյակս է լրացել եւ տնային կալանքի տակ գտնվելով չի կարող որևէ տեղ նշել, բայց դատանի որոշումով արդեն թույլատրված էր հանրապետական կուսակցության ղեկավար կազմի այցելությունները մեր տուն եւ ես խնդրեցի իմ ընկերներին նախագահի գլխավորությամբ այդ օրը գալ մեր տուն եւ այսպես ասած ԳՄ նիստի անպավանով ձևաչափով նշենք իմ ծնունդը։ Բնականաբար նման առիթների ժամանակ սեղանապետության ընտրությունը շատ հստակ է մեզ մոտ, դա
կամ Վարամն Բաղդասարյան կամ Էդուարդ Շարմազանովը, այդ օրը քանի որ ես տարեկից է, այսպես ասած, ավելի Էդուարդն էր, խնդրեցին առաջարկողը, այսինքն դիկը դարձավ սեղանապետ, 1-2-3 կալանք նստել, ես 4-րդ կենացի վրա խնդրեցի իրան չնեղանալ, բայց ընդհատեցի, ասից հավատանեմ, խնդրում եմ, ես կարծում եմ այլ արժանինքներ ունեմ, որոնք 50-ամյակիս հետ կապված կարելի է հիշատակել, կամ պարզապես ռեժիմի զոհ կարգավիճակում լինելը։ Լավ, եզրափակենք ուրեմն, եթե ձեզ համար տղաճ է այս թեման։ Պարոն Աշոտյան, ՀՀԿ-ի իշխանության ժամանակահատվածում թերություններ միշտ եղել են, անդադար դրա մասին բարձրաձայնվել են։ Դուք գուցե չեք արտահայտվել, բայց անթաքույց գիտեք, իմացել եք ինչ է կատարվում։ Ինչու դրա դեմը չեք առել ժողովրդի ասածով, որ թույլ տվեցիք այդքան մարդ գնա հանրապետության հրապարակ եւ պահանջի ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի հրաժարական ու մերժումը։ Չենք նեղանում ինձ, համ ճիշտ հարց է, համ մի քիչ պոպուլիստական Սանդրան։ Ճիշտ, որովհետեւ ցանկացած երկրում ցանկացած իշխանության օրոք կան բազմաթիվ սակավաթիվ միջին թվի թերություններ եւ Հայաստանը բացառություն չէր, բայց եթե համեմատում եք Հայաստանում միջև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը եղած խնդիրների եւ առաջընթացի համեմատականը մյուս հետսովետական երկրների հետ, մենք մենակ Մերձ Բալտիկային կարող ենք զիջել պետական կառավարման էֆեկտիվության, կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնությամբ, ռեֆորմներով եւ ամենակարևորը մենք միակ երևի հետսովետական ժողովուրդներից միակն էինք, որ սովետական միության փլուզմանը զուգահեռ մեր ազգային ազատագրական պայքարով հող էինք ազատագրել։ Մենք միակ ժողովուրդն էինք։ Ոչ մի այլ ժողովուրդ այդ ընթացքում սովետի, այդ փորձությունից այդպիսի պատվով եւ ձեռքբերումով դուրս չէր եկել եւ այդ հաղթանակը նժարի վրա դնելով կներեք իմ ընկալումների մեջ ծածկում էր բոլոր տեսակի ընթացիկ խնդիրները, որոնք լուծել են շատ ավելի հեշտ, քան այս խնդրի պահպանումը, այո, ինչպես նախագահ 19 թվականին Զագրեբում, եթե չեմ սխալվում, ԵԺԿ համագումարներ ասաց, որ երկար տարիներ իր համար երկրի անվտանգությունը եղել է ավելի գերակա, քան որևէ այլ ոլորտ, եւ սա փաստ է, բայց որ դա չի նշանակում, որ մենք անտեսում էինք այլ ոլորտներ, մեր տնտեսական բարեփոխումները, ժողովրդավարության ընթացքը, այդ սաղ շատ ավելի լավ էր, քան ուրիշ տեղերում։ Ներքին խնդիրները, հանրության շրջան, որը բխեց, որ պետք է մերժել Սերժին դուրս գալ փողոց։ Այստեղ լավ աշխատեց ժողովրդավարության թակարդը, այսպես ասած, որովհետեւ որքան ավելի ազատականացվում էր հասարակությունը, իսկ Հայաստանը ազատականացվում էր իրականում, դա չեք կարող հերքել, որ 10-ից 8-ից 18 թվականներում Հայաստանում հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում ազատությունների աստիճանը եւ չափելի եւ անչափելի իրականում մեծացել էր։ Եթե ազատություններ չլինեին, ամիսը մեկ մի կտրած ծառի համար NGO-շնիկներ այդքան բողոքներ կանային, եթե ազատություններ չլինեին, Հայաստանում կբացվեին տարաբնույթ հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, այդ որտեղ եք տեսել ավտորիտար երկիր, որը հանդուրժում է հարյուրավոր ՀԿ-ների բացում։ Այդ որտեղ եք տեսել ոչ ժողովրդավար երկիր, որը այդ ՀԿ-ների ֆինանսավորումը թույլ է տալիս լինել արտասահմանից, այս տարբերաբնույթ ֆոնդերով։ Որտեղ եք տեսել երկիր, որտեղ մամուլը ինչ ասես գրում է եւ մամուլին գրեթե դատի չեն տալիս։ Այսօր տեսնում եք ինչ է կատարվում, չէ՞, մի հատ պու եք գրում ինչ-որ մի բանի, ինչ-որ մի ուսապարկի մասին, բարձում է այդ ուսապարկը ինքնասիրություն ունի, բարի համբավ ունի, եսիմ ինչ ունի, ինչ արժանապատվություն ունի, ասեմ բարի համբավ եք զրպարտել, խնդալու է իրանց փարագայում, բայց դա ինչ է։ Ուզում եմ ասեմ, մենք մեր թերությունները շատ լավ գիտեինք եւ այդ բոլոր թերությունները գերակա պահելով անվտանգային խնդիրը, մեր իշխանությունները փորձում են լուծել էվոլյուցիոն ճանապարհով, էվոլյուցիոն զարգացման ճանապարհով, օրինակ ու հիմա շատ դա պոպուլար թեմա չի, բոլորը տենց չեն սիրում դրա մասին խոսել, բայց կներեք փաստերը շատ կոշտ արգումենտ են, էլի։ Երբ որ Հայաստանը սկսեց ասոցիացիան համաձայնագրի բանակցությունները Եվրոպական միության հետ արևելյան գործընկերության այլ երկրների շարքում Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա, մենք մի երկու տարվա մեջ դարձանք այդ բարեփոխումների չեմպիոնը։ Մենք եվրոպական խոսքն եմ ասում։
Հայաստանը չեմպիոն էր բարեփոխումների։ Երբ որ 17 թվականին ստորագրվեց նույն ՍԵՊԱ-ն, այդ ՍԵՊԱ-ն երկրի խորքային բարեփոխումների ճանապարհային քարտեզ էր։ Բացի նրանից, որ այդտեղ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասով մեզ հաջողվեց հայկական դիրքորոշումները, որոնք Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտված էին, նկատի ունեմ ժողովրդի ինքնորոշման իրավունքը դնել որպես լուծման սկզբունք եւ դարձնել դա պարտադիր այդ ժամանակ ԵՄ անդամ 28 երկրների համար, որովհետեւ Մեծ Բրիտանիան դեռ չէր դուրս եկել, բացի այդ ամեն ինչից ՍԵՊԱ-ն ինչ է, ՍԵՊԱ-ն երկրի բոլոր ոլորտներում բարեփոխումների քարտեզ է։ Մենք այդ քարտեզը 17 թվականին ստացել էինք, ստանձնել էինք պարտավորություն դա անելու եւ 18-ին պարզապես ոչ միայն մենք չհասցրեցինք դա սկսել կյանքի կոչել, այլ սրանք դա տոտալ տապալել են։ Ես ինչու եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ որ ասում է, որ մենք գնում ենք Եվրոպական միություն եւ այլն։ Բազմաթիվ այլ արգումենտների կողքին աշխարհքաղաքական, ռեալ պոլիտիկի եւ տնտեսական եւ այլն կա մի հատ ուրիշ արգումենտ։ Եվրոպական միություն գնացող երկիրը պետք է բարեփոխվի։ Այդ բարեփոխումների հիմքում պետք է անկած լինի համապատասխանությունը եվրոստանդարտներին։ Այդ եվրոստանդարտները ֆիքսված են համապատասխան փաստաթղթերում։ Մենք ունենք ՍԵՊԱ, որի նպատակը այս քարտեզով, կոմպասով գնալ, մոտարկվել Եվրոպական միությանը։ Ոչ մի աշխատանք իր համապատասխան ժամանակացույցով չի ավարտվել։ ՍԵՊԱ-ն այս պահի դրությամբ կատարված է պարտադրված միջոցառումների ժամանակացույցի համեմատ ընդամենը 40%-ով։ Եվրոմիություն գնացող երկիրը, բարեփոխվող երկիրը պետք է սա բաները բրախեր, այդ բանտիկ-շպանտիկները եւ այլն, ու իրոք զբաղվեր խորքային բարի մասեք բարեփոխում ու Նիկոլ։ Ինչ մի հատ բարեփոխում գիտեք, որ միջև վեր մեգա ծրագիր կյանքի են կոչել։ Մի հատ, ասեք ինձ մի բան, որը իրանք տեսանելի է արդեն, որ ասել են ու անում են, այսպես ասած։ Այդ ո՞րն է։ Ժողովուրդը չհասկացավ ձեզ, որ փողոց դուրս եկավ։ Օրինակ այս ծրագրերը շատ վերլուծել եք այս ժամանակահատվածը։ Վերլուծել եւ ընդունել ենք մեր սխալները։ Սերժ Սարգսյանը եվրոպական բարձրագույն ամբիոններից մեկից 19 թվականի մասին խոսեցի։ Զագրեբի ելույթը դժվար չի, մտեք YouTube EPP official channel, Եվրոպական ժողովրդական կուսակցության, գտեք նախագահի ելույթը կամ տեղական ԶԼՄ-ները տարածել էին, ասում է այս ամեն ինչի մեջ կար մեր սխալները։ Ինքը եվրոպական ամբիոնից է դա ընդունել։ Հրապարակավ։ Այնտեղ պատճառները շատ էին։ Պատճառներից մի մաս այն էր, որ մենք թերագնահատել էինք ժողովրդի հոգնածության աստիճանը, մենք թերագնահատել էինք ժամանակակից քաղաքական շփման, PR տեխնոլոգիաների, ցանցային, սոցիալական տեխնոլոգիաների ազդեցությունը, չէ, նաև հանրության հետ կտրվել էիք։ Կարելի է այդպես արձանագրել բանը։ Շատ էր, այո։ Բայց տեսեք, ձեզ բան ասեմ, իմ այդպես գլուխ գովալ չլինի, բայց դա չեսնի է։ Առաջիկ երևացող քաղաքական գործիչներից, եթե ոչ առաջինը ով մտել է Facebook, եղել եմ ես։ Մի պահ անգամ Հայաստանում ամենաշատ հետևորդներ ունեի ես եւ Նազելի Հովհաննիսյանը։ Նազանին սիրուն է խելացի կին առայսօր։ Ես որպես քաղաքական գործիչ էի մտել։ Բողոքի ակցիաներին պարտադիր ներկա է գտնվում Էլեկտրիկ Երևանի։ Ամենտեղ ես ամենտեղ չերբեք չեմ խոսափե անկախ նրանից թե դա ինչ շարքումների տեղ կարար տալ, բայց խնդիրը դա չի։ Խնդիրը նա որ այն մարդիկ, որոնք այսօր տենց բաների մասին են խոսում, այն ժամանակ ինձ ասում էին Աշոտյան, դու կրթության նախարար ես, թե Facebook-յան նախարար։ Իսկ մարդիկ չեն հասկանում, որ բանը փոխվել, որ բանը ես զգում եի, նախ ես եմ այդ ժամանակի ավելի երիտասարդ հասկանում եմ։ Եվ երկրորդը ես ի պաշտոնը շփվում էի կրթության համակարգում ջահելների հետ։ Եվ ես շատ լավ էի հասկանում իրանց ինչ է պետք։ Կարող եմ մի քիչ Ռուսիա ասած опередил свое время, մի քիչ շուտ եմ անարել, օրինակ այդ ice bucket challenge-ը, այլ բաներ, այսինքն կան 3 short-of բաներ եղալը կոմիլֆո չէր նախարարների համար կամ քաղաքական գործիչների համար առհասարակ չէ կամ ընտանիքից նկարլուսավա կամ անմիջական շփվելը հետևորդների հարցերին պատասխանելը կոմենտ այդ ժամանակ այդ սա առաջիններից մեկը եթե չասեմ առաջինը ձեր չընդունվեց կուսակցությունում չեն եղի քաղաքական դաշտում բաներ կուսակցությունում կային մարդիկ որոնք շատ դեմ են կոնսերվատիվ կուսակցություն պատճառները ուզում եմ ասեմ նաև այն էր որ մենք
որպես Հայաստանում նորանկախ Հայաստանում ստեղծված առաջին քաղաքական միավորում մի պահ կորցրեցինք ներքին հարաբերակցությունը իսկական կուսակցականների եւ ձեռի հետ ՀՀԿ մտածների, որոնց ուշքը միտքը իշխանական լծակների օգտագործմամբ սեփական օրակարգ առաջ մղելներ, լեգիոներները, այսպես ասած, մի պահ կրիտիկական զանգվածի հասան, հա, եւ որ համեմատում եք, այդպես լինում է հռոմեական կայսրության անկման պատճառներից մեկը, գիտեք որն է եղել, որ հռոմեական զորքը սկսեց համալրվել ոչ թե Հռոմի քաղաքացիներով, այլ քանի որ մարդ չկար կամ պետք էր ավելի շատ զորք, գերմանական ցեղերի այդ աներով, բարբարոսներով կոպիտ ասած, այսինքն բարբարոսները մտնում էին Հռոմի զորքի կազմում, որ պայքարեն մյուս բարբարոսների դեմ։ Եվ երբ որ պահ եղավ, որ ուժեղ բանակ էր պետք Հռոմին դիմակայելու այդ ալիքին, չկար այդ բանակը, որովհետև այստեղ էլ էին բարբարոսներ։ Եվ կներեք, այո, այդ մարդկանց մի մասը բարբարոս էին, որովհետև ում պատճառով մեզ չէին սիրում, կամ 18-ին ելնում էին, այդ մարդիկ առաջինը մեզ թողեցին գնացին։ Նույն կրթական համակարգի վրա օրինակը բերեմ, բազմաթիվ լավ տնօրենների կողքին մշտապես գյուղերում, մարզերում, քաղաքներում մշտապես եղել են վատ տնօրեններ։ Այդ վատ տնօրենները որպես կանոն ասոցացվել են ՀՀԿ-ի հետ։ Այո։ Այդ վատ տնօրենները ՀՀԿ-ի իշխանազրկումից հետո մնացին տնօրեն։ Այո։ Եվ սկսեցին շարունակել վերջի տարիների մասին չի։ Եվ սկսեցին ծառայել նոր իշխանություններին։ Այսինքն կա Հայաստանի կյանքում, ինչպես բոլոր մնացած հասարակություններում, մի արշերտ, որի կռեդոն կյանքի բան է, ով էշ իրանք փալան։ Այդտենց մարդիկ կան, կապ չունի, գործարար են, դպրոցի տնօրեն են, ԺԵԿ-ի պետ են, տեսուչ են, կալիբրը կապ չունի իրանց գործունեության, դա տեսակ է։ Հնարավոր չէր կասեցնել այս անդառնալի կորուստը Արցախի հանձնում Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացված վիճակում։ Ինչի թույլ տվեցինք, որ Նիկոլ Փաշինյանը գար ու այս ամենը իրականացներ։ Այստեղ մի քանի բան եք դուք շրջանցում։ Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, կներեք, իմ կողմից շատ սիրված իմ ժողովուրդը։ Բերեց ուրիշի այլ խաղացողների, այսպես ասած, միջամտությամբ։ Ավելի անկեղծ ասեմ, ժողովրդին թված, թե ինքն է բերում Նիկոլին իշխանության։ Ո՞վ է բերում, ձեզ են մեղադրում հանրապետականներին, Սերժ Սարգսյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը խոսեցինք, չէ՞, որ զավեշտա, երբ որ ապրիլի կեսից մինչև 20 թվականի ապրիլյան պատերազմ, ով որ Նիկոլի էր գովերքում, Նիկոլի կողքներ, Նիկոլի իշխանության մասներ, Նիկոլական էր, Նիկոլի համար փողոց էր փագում, Նիկոլի խաթր ինձ քֆուր էր գրում, մատեր ցույց տալի իմ ընկերների դագաղներն էր տանում եւ այլն, ասում են ես եմ բերել։ Կներեք իհարկե այդ ձևաչափի մեջ ուրիշ բան չի մնում, երբեմն ասել իմ փայ բերողի են էլ, ինձ մեղադրողի են էլ, հա։ Այսինքն մենք այդտեղ որևէ բան չունենք բերել, մենք ենք բերել։ Ես շատ եմ ուզում որ թույլ եք տվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գա իշխանության։ Այդտենց մարդկանց մի զգալի մասին ոչ թե մոլորվածներին, այդտեղ կան մարդիկ, որոնք այդքան խիզախություն չունեն ասելը, որ իրանք էլ մեղք ունեն այդտեղ։ Մեղք չունեն, ես հասկանում եմ այդ մարդկանց, իրանց համար շոկ է, երբ որ իրանք 18 թվականի ապրիլյան մայիսյան օրերին լցվել էին փողոցներ ավելի լավ Հայաստանի երազով, երազանքով, հավատում էին, որ բոլոր դժվար խնդիրներ ունեն հեշտ լուծումներ, Սաշիկները, Աշոտյանները, մնացածները, որ գնան էսա տեսեք։ Հա պրիմիտիվ էր, չէ, շատ պրիմիտիվ էր ակա։ Մենք այն ժամանակ էլ ենք զգուշացնում, որ մի արեք։ Մենք չընտրեցինք Նիկոլին մայիսի 1-ին։ Ինչպես ես այդտեղ այլևս արդարանալ բան չունեմ։ Իմ բոլոր սխալները գիտակցված են, հրապարակային են։ Մեղքերի ընդունումը մեր փայ, այսպես ասած, վաղուց ու քանիցս արվել է։ Հերթական բանը հիմա իմ հետևյալն է. դուք ձեր մեղքերը խոստովանեք։ Մի հատ էլ ինձ պատասխանեք այդտենց արցել ուղող մարդիկ, հատիկ առ հատիկ, քաղաքացի, սփյուռքահայ թե քաղաքական գործիչ այսօր։ Դուք ուր էիք 18 ապրիլին։ Դուք ո՞ր ճամբարում էիք։ Դուք մի հատ պու արել եք, որ ոսկի մի հատ Facebook-ում ստատուս գրել եք, ոսկի Սերժ, ես քեզ ատում եմ, բայց չհրաժարական չտաս, որովհետև Նիկոլը քխա, կամ հանրապետականը հանկարծ չփորձես սրան ընդ։ Մի հատ ինձ այտենց գրառում ցույց տվեք այտենց
սութի տենց այսօր հետին խելքով կեղծ պրոֆեսորներից նա խնդրում եմ։ Իսկ ես ու իմ ընկերները դրա մասին զգուշացնում էին։ Ու երբ որ 55 ընդեմ 3 միլիոնի բրենդ էին սարքել, հիշում եք, 55-ը մենք էինք։ Այդ 55-ից իհարկե հասկանում եմ, որ 55 չէին, կային նաև քաղաքացիներ, որոնք, բայց ամենազավեշտը գիտեք որն է, որ ով որ այն ժամանակ մեր կողքին էր, ասում էր մի բերեք, մի տուրք տվեք Նիկոլին, մի քանի 100 հոգի, կամ 1000 թորենի։ Հիմա կյանքում չեն ասի դուք եք բերել։ Նիկոլին բերելու մեջ մեզ մեղադրում են մարդիկ, որ երնեք էին տալի Նիկոլի քրտինքը sense մի հատ վերցնեն, մի հատ խաչա կնքվեն։ Որ Նիկոլի քոսոտ մայկի հոտ էին քաշում երևի, որ իշխանափոխության մաս կազմեին, այդ հիշում եք այդ 18 թվական։ Այդ մազ էին պոկում խատաբիջի նման տրախցի բիդոխ անելու համար Նիկոլի մորուքից։ Այդ բոլոր դուխովիկները, դուխովկաները, այդ հիմա տենց ինչ-որ լեզուները երկարացրել են, մցրեք այդ լեզուները ձեր խեղճի մեջ, մի հատ մաքրեք ձեր խիղճը, խոստովանեք սեփական սխալները, ոնց որ գոնե մենք մերը, ու նոր կխոսենք։ Ներողություն խնդրելու կարիք տեսնում եք կանոն։ Ես արել եմ դա, այլևս չեմ անել։ Ժողովրդից։ 100 անգամ եմ արել։ Ինչի համար եք ներողություն Նիկոլին բերելու եք ճակերտավոր ասած թե սխալների համար, որպես կրթության նախարար եւ որպես քաղաքական գործիչ, բազմաթիվ հարցազրույցներ եմ դա ասել եմ։ Բազմաթիվ։ Հիմա իրանց հերթն է։ Ես ուզում եմ առաջինը ցանկացած գործիչ կամ մարդ, որը կարծում է, որ քաղաքականությունից հասկանում է, ինձ կամ իմ ընկերներին նման հարց ուղղելուց առաջ, առաջինը մի հատ ինձ ապացուցի, որ այդ հարցը իրավունք ունի, 18-ին ապրելին որտեղ ա եղել, եւ երկրորդը գոնե իմ չափով իր սխալը խոստովանի։ Facebook-ում կամերայի դեմը կապ չունենք իր առջև։ Կնես խոսակցությունը պարզա չէ խեն ակտիվացել։ Մարդիկ խուսափում են պատասխանատվությունից։ Գալիս են ընտրություններ, մարդիկ մտածում են տարանջատվեն բոլորից, այդ թվում հանրապետականից, այսինքն փորձելով աղավաղել իրանց ոչ այդքան հեռավոր անցյալը, փաստերը տալ մոռացության։ Այսպեսի միտք են արտահայտում, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այդպես էլ ներողություն չխնդրի ժողովրդից, մեր ժողովրդին մեղադրելով, որ Նիկոլին դուք բերեցիք։ Արտահայտում, ով է։ Մատ ինձ ասեք ով է այդ, ում ցիտեցիք դուք։ Քաղաքական գործիչ կողմից այդ մեղքերի ընդունում։ Ես նոր ձեզ ասացի, Սերժ Սարգսյանը Զագրեբում դա եվրոպական ամբիոնից ասել։ Իսկ մատ այդ մարդով ալ մտ թոգաստ է, մատ նորից իմ երկու հարցին պատասխանի 18-ի ապրիլին ուր ա եղել, ինչա գրել, ինչա խոսել, եւ երկրորդը ինքը իր ափայ մեղքը ընդունի, գոնե իմ չափ, հələ իմ պահանջելու վախնա, որտեվ 18-ին ին եւ իմ թիմակիցներին հանիրավի հալածելու հետևանքով այս իրավիճակի մեջ մենք ընկանք։ Ես պատասխան եմ տալիս իմ սխալների համար եւ տվել եմ։ Քանկացած քաղաքական ուժի համար իշխանազրկումը պատիժ է։ Այս ձևով իշխանազրկումը ինչո կատարվեց մեր ՀՀԿ-ի կրկնակի պատիժ է։ 7 տարի հետո չկա տենց մարդ, որ կարա ինձ փորձի երկրորդ անգամ պատժել իմ իսկ ժամանակին արած սխալների համար։ Հիմա իմ հերթն է սպրոս անելու։ Այդ սպրոսը ես եմ անում։ Տղեկ ուր էիք 18-ին, այն մարդկանց, ովքեր հլը ցելկա են խաղում, կներեք Նիկոլի առումով։ Ուր էիք 18-ին եւ ձեր սխալները լինատ խոստովանեք։ Սուսիկ փուսիկ հայլու առաջ։ Ասոն ուղա չեմ ասում ինձ։ Դեպի Աստված ուղած ձեր աղոթներում ձեր սխալները խոստովանեք։ Որտեւ եթե դա անեք իրոք, կյանքում չեք վրա խալխին դիմացինին ուրիշին մեղադրեք ուրիշի սխալների մեջ։ Եթե մեր աչքի գերանն եք ուզում տեսնել, ձեր բորբոսնած աչքերի անտառները տեսեք, սանկացածք ցողուններով ձեր մեղքերի։ Կանաշության այս միտքն էլ կա, որ անդադար նշում են, որ Սերժ Սարգսյանը Նիկոլի գրպանը գցեց պատերազմը, պարտությունը, մեղավոր դարձավ, որ մենք Արցախը հանձնեցինք։ Եթե նախորդ թեզերը անդիմության որոշ շրջանակից են, այս թեզերը կան Նիկոլենցից։ Նիկոլը, որ հավակնում էր դառնալ Հայաստանի վարչապետ, չգիտեր, որ Հայաստանը այ ժողովուրդը ունի արցախյան հակամարտության խնդիր։ Տենց մենք քցինք ջբը, տենց ընտրվեց իմացավ, հա, այն ցեղասպանության մասին տաքսիստին
քշի թուրքի ասող բանի պատմությունն է, քարտի պատմությունն է, չգիտեր Նիկոլը, որ կա Արցախ, որ կա բանակ, որ կա պատերազմի վտանգ, տենց իսկ կարող է մինչև հիմա չգիտի, որ օրինակ Հայաստանը գտնվում է բարձր սեյսմիկ գոտում։ Նա դեռ կտորը կտրեք ղրկեք իրան։ Ասեք Նիկոլ, ինչ գիտություն քեզ ասում ենք, որ Հայաստանը բարձր սեյսմիկ ակտիվության գոտում է գտնվում, որ վաղը մյուս օր Աստված մի արածը ժաշ կլինի, չզարմանա ասեն Սերժը ժաշկը գցեց Նիկոլի ջեբը։ Այս ինչ աբսուրդ է, այսի դեբիլների համար նախատեսված պրոպագանդա է։ Սա մեր ժողովրդին բոլորը շատերը ինձ ամենաշատը ինչն անեղ ով հասնում է իրան թվում է ինքը շուստրին է ժողովուրդը կարելորդին գալա դնել էշի տեղելի։ Վերցրեք Նիկոլի ընտրվելուց առաջ ամենա վիդեո օրինակը ձեզ բերեմ։ Հիշում եք, որ մայիսի 1-ից ընտրվելուց առաջ հանդիպեց ՀՀԿ խմբակցության հետ ուղիղ եթերում էր։ Սաղ այդ հարցերը իրան տրվել են, չեմ ատել իր պատասխանները լսեք։ Այսինքն ինչը գցեց, եթե չես կարում վերցնես այդ շտանգեն, խի ես եկե քամագը ճղում։ Դու եկել ես Նիկոլ վերցնելու համար, Նիկոլը այդպես բան, Նիկոլա Մերձ այդ թափթփուկները։ Շտանգա էր, երկիր կառավարել է ծանր բանա։ Քեզ ասում են մի մոտեցի, չես կարա։ Համակը խիղճ ճղում որ կարաս, դու չգիտեիր, որ էսի շտանգայա ու ծանր է։ Այդ որ ուզեցար բարձրացնես, պարզապես երկու ձև կա այդտեղ, հա, կան շտանգիստներ, որոնք գցում են իրանցից հեռու, ինչը եւ արես Նիկոլը, ու այդ շտանգի տակ մնաց 5000 երեխա, լիքը կորուստներ եւ այլն չթվարկեն։ Ու կան մարդիկ, որոնք իրանց վրա են գցում, որ դիմացինին վտանգ չկա։ Նիկոլը այդ շտանգեն քիչ է, չի կարողացել բարձրացնել։ Մնացել է տակը ու գցել է հանդիսատեսի վրա։ Այն դեպքում, որ կարար պարզապես զոհաբերել իր որը գցել իր վրան։ Փոխաբերական իմաստով դա նշանակում է դուրս արի քաղաքականությունից։ Պարոն Աշոտյան, 8 տարի է մենք փորձում ենք հասկանալ Նիկոլ Փաշինյանը որտեղ էր ճիշտ, որտեղ էր սխալ, Սերժ Սարգսյանը, հիշում եք իր ֆրազան, երբ որ Սերժ Սարգսյանը հիմա չէ, անկեղծ ասենք մեր հեռուստադիտողին կամ էկրանադիտողին, չգիտեմ որտեղ է նայում էլի, որ մենք գրվում ենք քեզ այդ Սերժ Սարգսյանի նախատեսված մեծ հարցազրույցից 1 օր շուտ, իսկ հեռարձակվելու է 2 օր անց, այսինքն այս հարցի պատասխանը եթե այս հաղորդում գնալու է 2 շաբթի, արդեն կարող եմ ասել հնչել է ուրբաթ օրը Սերժ Սարգսյանի տված մեծ հարցազրույցում անտիֆեյքի հետ մի հաղորդաշարի շրջանակներում։ Պատասխան տալու է բան Սարգսյանը, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ ավելի մանրամասն մի քիչ։ Սերժ Սարգսյանը պասիվ քաղաքական գործունեություն չի իրականացնում, ըստ պարոն Աշոտյան, ինչպես է գնահատում։ Երբեմն ինչ որ մտքեր է ասում գերիների վերադարձի հետ կապված։ Այս ամբողջ իհարկե այդպես բան չեմ կարող անեմ։ Հավակնություն չի սա, բայց կնեղան է մարդկանցից, իր հետ կապված, ինչ ասես, իր արամերժանակ, դուք ինչ ասեցիք, պասիվ քաղաքականություն, բայց գիտեք չէ, որ այս օրերին էլ նույն չափի հակառակն են ասում, Սերժը ամեն տեղ խառնվում է, հիմա խառնվում է, թե պասիվ, ակտիվը խառնվում, թե պասիվը խառնվում։ Դուք ինչպես եք գնահատում, ՀՀԿ փոխնախագահ որպես ձեր գնահատականը որն է, ակտիվացել է, պասիվ է, պետք է ավելի ակտիվանա։ Նա շատ ուղիղ ասեմ։ Սերժ Սարգսյանը ոչ միայն իմ ղեկավարն է, նաև իմ ավագընկերը։ Ես կարիք չունեմ հեռուստակամերայի եւ կուսակցական եւ մարդկային առումով իմ ղեկավարի եւ իմ ավագընկերոջ մասին կարծիք հայտնելու, որովհետեւ բնականաբար կլինեմ սուբյեկտիվ, օբյեկտիվ հիմքերի վրա հիմնված եւ կասեմ բաներ, որոնք վաղը այսօր կասեն Հաճոյանը։ Արի հերոպայինք մեզ ոչ ինքն է դա սիրում, որ իրան Հաճոյանում են։ Ինքը արկելում է դիմադրումը, եւ որ իր ներկայությամբ իր կենաց ուզում է խմես ցանկացած միջավայրում չի թողնում դա տեղիում չի սիրում դա, այսինքն հանեք ինձ ես այդտեղ դիլեմա չունեմ, ես հստակ դիրքորոշում ունեմ, կարճ ասեմ, որ չդառնա երբեք ընկերության հայրենիքին ծառայելու ազգայինի արժեքը չիմացող մարդիկ դա չեն հասկանալու։ Կարգին մարդ է, կարգին ղեկավար է, կարգին հայ է։ Եվ ես ասեմ շատ անկեղծ, այո, այս պայդերությամբ ինքը Հայաստանի ամենայն թերագնահատված, չգնահատված,
պետական գործիչն է, պետական, քաղաքական դնում են մի կողմ։ Քաղաքական մոդաները փոխվում են, հա։ Մի տարի կարճ մոդա, մի տարի երկար, մի տարի ռոզովի, մի տարի լիլովի, մի տարի վղբորտի, մի տարի ադնաբորտի մոդան կարող է փոխվել դրսևորումների մեջ, բայց մարդուն հագուստ պետք է։ Այ Սերժ Սարգսյանը հագուստի վարպետ է, ոչ թե նորաձևության, պետության վարպետ է, ոչ թե պետական քաղաքական կոնյունկտուրայի։ Թեպետ այս էլ ասեմ ու անցնենք առաջ, խոստացա շատ չգովել նախագահին, բայց դա գովասանք չի, այտենց երկու փուճուրիկ պատառիկ է իր կերպար ավելի ընկալելի եւ ամբողջական դարձնելու փորձերից մեջ։ Ինքը թողների ինտեսարտայտությունը այս տարիքում շատ ավելի երիտասարդ է, դինամիկ է, աշխատասեր է, քան մարմնով ավելի երիտասարդ, բայց հոգով ծերացած, իսկ սրտով ու խղճով մաշած, լիքը մարած օբլիգացիաներ։ Իմ տարիքից ներքևել։ Ներընդդիմադիր մեկ հարց պետք է հնչեցնեմ, պարոն Աշոտյան, ինչը չեն կարողանում կիսել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ձեզ համար պարզ դարձավ այս ժամանակահատվածում ինչն է խնդիրը, թիմային խնդիր էլ ունեք։ Իրանց էլ հարցնես, դες նույն բանը հիմա կասեն, հա։ Ես Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներ ասելով ի նկատի չունեմ հայեղափոխական դաշնակցության որպես կառույց, նկատի ունեմ Հայաստան խմբակցության падգամավորներին, որտեղ կառույցը առանձին է, դաշինքով են հանդես գալիս, առանձին բզբզում եմ իրենց արանքները, վաղուց դուրս եմ եկել այդ գայթակղությունների տարիքից, այլ իմ հարգանքն եմ հայտնում ավանդական ամենահին հայկական կուսակցություններից մեկի նկատմամբ։ Սա այդ տեսակետի մեջ անցալեք խնդրում եմ։ Իրանք իրականում կիսելու բան չունեն, շատ մենք չենք հասկանում խի են մեր անդիմադիր գործընկերների այդ թիմակիցների այդ հատվածը ընկել մեր ջանը, մենք իրոք չենք հասկանում։ Մենք ասել ենք, որ Սերժ Սարգսյանը իշխանության չի հավակնում, հա, չի ուզում հավակնել բառը, Սերժ Սարգսյանը բանասեր է մասնագիտությամբ, հայոց լեզվի մասնագետ է, ինքը մի քիչ տոների ինձ իմ ղեկավարը գերագնահատել է հայ ժողովրդի միջին վիճակագրական անկալումները սեփական լեզվի բառերի նկատմամբ։ Եվ այն ինչ որ իր համար լուրջ է, որովհետև ինքը բանասեր է եւ գիտի բառի արժեքը։ Մնացածի համար ասենց մեկ է, հոմանիշների դաշտում է կամ մի քիչ էս կամ մի քիչ այն կամ, հա, մեր հավակնել բառը 14 թվականին վարկաբեկվեց այդ իմաստով, հա, դրա համար հանում եմ այդ բառը իմ պատասխանից, Սերժ Սարգսյանը չի ուզում իշխանություն, չի ուզում։ Հանրապետականը ուրիշ պատմություն է, հանրապետականը քաղաքական ուժ է, բնականաբար որպես անձ դուք նկատի ունեք Սերժ Սարգսյանը, մենք որպես քաղաքական թիմ առանձին դիրքավորում ունենք բնականաբար, այսինքն այդտեղ ակնհայտ այդ տրամաբանության խնդիրը շատ հստակ է, կուսակցությունը, այո, հավակնում է ցանկացած կուսակցություն իշխանության իր ծրագրերը կյանքի կոչելը։ Երբ որ մենք ասում ենք Սերժ Սարգսյանի դեմքով ինքը եւ անձամբ նման ամբիցիա չունի, եւ երկրորդը ամեն գնով իշխանության հասնելը չէ մեր նպատակը, եւ այստեղ գալիս է արդեն կոնցեպտուալ տարբերություններ մեր որոշ ընդդիմադիր գործընկերների հետ։ Մենք իրենց հետ կիսելու բան չունենք։ Դե հարց տվել եք, պարոն Աշոտյան, որ ասիկ ձեր ջանին ինչ են ընկել, այդ հարցը ուղիղ տվել եք Քոչարյանական թևին օրինակ։ Երկրորդ նախագահի մի շարք քաղաքական թիմակիցների հետ ես ունեցել եմ շատ ջերմարտկային հարաբերություններ։ Կյանքում չեմ մտածել, որ քաղաքական ընթացիկ շահերի համար նրանցից ոմանք կարող են անցնել որոշ բաների վրայով, բայց ես սովոր եմ մարդ կորցնել։ Ես իմ շրջապատից մարդ եմ կորցրել, երբ որ ինձ նախարարից են հանել 16-ին այդ իմ նախորդ հարցի պատասխան, որ խոսեցին բարբարոսների մասին, լեգիոներների։ 18-ին եմ լիքը մարդ կորցրել, երբ որ շատ մտը փառք Տիրոջը, ինձ իրական հարազատն է, ընկեր բառն էլ է, չէ, տենց խուրդվել կներեք բառս համար։ Դան եմ փաստորում, Facebook-ում ունեմ 5000 ընկեր, այդ ընկեր բառի ընկալումն էլ է, չէ, արդեն պետք է երանգով ջոգես։ Ընկեր ջան,
մեր ընկերն է, որովհետեւ մեր ընկերն է, parza որ քո ընկերը չի։ Արդեն ընդհանուր, մեր ընկերն է, որն է տենց общий беседки компания է, հա, ուծը։ Անկան էտելա արժե զրկվել։ Մարդ եթե 1-2 ընկեր ունենում բաժիզնի իրոք, դա ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Իմ բախտը բերել է։ Ես ավելին ունեմ։ Լավ ընկերներ ունեք հիմա։ Իրենց վրա հույս դնում։ Շատ։ Ես ոչ թե շատ քանակով, այլ ես ունեմ շատ լավ ընկերներ։ Երբ դա բարձեցիք, ես ձեր ծանր կարգավիճակում հարգում են այնպեսին, ինչպեսին ես կամ, որտեղ դա ընկերը բան չի, կոլեկտիվ չի, որ պետք է աշխատի քո փոխարեն։ Ընկերն է, որ քո կյանքի այդ արբիտայի մեջ չի փորձում քեզ փոխել, քեզ օգտագործել, ընդունում է քեզ քո արբիտայում այնպեսին, ինչպեսին որ դու ես, եւ այն փորձությունները, որոնց մասին խոսեցինք, ընդհանրապես ապացուցեցին, որ իմ ընկալումների 90% ընկերների մարդկանց նկատմամբ ճիշտ են։ Կալանավայրում ձեզ ուշ տվել են ձեր ընկերները։ Շատ։ Ամենասիրածը զբաղմունքը եղել է խոսքով, նամակների ստացել։ Ընկերներս կարող են գալ տեսակցության, միայն նրանք, ովքեր նաև միաժամանակ ԱԺ պատգամավոր էին, իհարկե նամակներ, բայց էլի տարար ինձ կալանք, հետարի չեմ խոսում։ Ուշ տվել են ընկերները դա իմացա։ Շատ, ու մինչև հիմա են ուշ տալիս ընկերությունը եւ լենորերի եւ նեղորերի բան է, հա։ Կան մարդիկ, որոնք նեղորերին կողքիտ են, բայց լենորերին չեն կարող կողքեր լինել։ Դա դժվար բան է։ Կան մարդիկ, ում տարվա մեջ 1-2 անգամ կարող ես տեսնել, բայց ինքը քեզ շատ հարազատ մարդ է։ Կան մարդիկ, ում հետ առօրյա շփումը շատ ինտենսիվ է, բայց տակը իրականում շատ մեծ բան չկա, էլի դա շատ ինտիմ հարց է, անձնական ընկալումների հարց է, բայց այդտեղ էլ մեր կուսակցության դա նաև քաղաքական իմաստ ունի, որովհետև եւ մեր կուսակցությունը հիմնադրվել է եւ շարունակվել է թե պատերազմի դաշտում, թե գուլագներում, թե պետականաշինության մեջ, թե այսօր ընդդիմության մեջ ընկերության կորիզի շուրջ դա շատ կարեւոր է։ Եվ ամփոփելով Քոչարյան-Սարգսյան հակամարտությունը ինչ կարող եք եզրակացնել։ Իրանք մի բան կարող են կիսել Հայաստանի այս վիճակից դուրս գալու ճանապարհի համար պատասխանատվություն այլ քաղաքական ընդդիմադիր իրական իրենց համարժեք բանով արժեքներով իրենց համարժեք կարող է փոքր է, բայց նույն արժեքներն են կիսում մարդկանց հետ։ Իրանք մի բան պետք է կիսեն։ Պետք է կիսեն, չասեմ կիսեն պատասխանատվություն, որովհետև այդ դեպքում կստացվի, ահա, Սերժ Սարգսյանը все-таки ուզում է իշխանություն, թե Քոչարյանը ուզում է։ Այո, արդեն ասել եք։ Երբ որ մեր ձևովը ստեղծվեց եւ Սամվել ազգային բարերը Սամվել Կարապետյանի նկատմամբ այս խայտարակությունը, այս ֆարսը տեղի է ունենում որպես քաղաքական հետապնդում, լարվածությունը իջել է այդ ձեր ասած երկրորդ եւ երրորդ նախագահների միջև լարվածություն թիմերի տակից ինչ որ մարդիկ մնացել են այն թիմից, որոնց երևի գոյության իմաստը կամ փող աշխատելու միակ գործիքը այն է, որ շարունակեն ինչ որ կեղտոտ բաներ անել, բայց շատ զզվելի է, շատ։ Մենք գիտեք ինչու է ամեն ինչը ստացավ տենց, այս տարի սենց ռեզոնանս ստացավ շատ բարձ։ 2 տարի մեր դեմ գործողություններ էին անում, երկրորդ նախագահի քարոզչական թիմը, տարանջատեք քաղաքական թիմից։ Քարոզչական թիմը 2 տարի կեղտոտ բաներ էին անում մեր դեմ, ղեկավարս ասում էր դե լավ, բանի տեղ մի դիր, դրա վախտը չի, էսա, այնա։ Ես անգամ մեր ոնց եմ ասել նստած վիճակում, այդպես ինչ է կատարվում։ Ու համբերության բաժակը պարզապես լցվեց, այսինքն կարող ես մարդկային հարաբերությունների մեջ էլ է, չէ՞, տենց փորձես շատ գերելի համբերության խաթր, գործընկերության խաթր, կոլեկտիվի խաթր, ցեն չանես, բանանես, աստիկ ընտանիքում թեկուզ լավ ընդհանրենք հարցը լավ չի պահում իրան տենց կեսարը 1-2, մեկ էլ բայց տեղա չի հասնում։ Ու այս տարի դա պարզապես մենք սկսեցինք պատասխանել։ Ոնց զարմացան, ոնց հանրապետականները կարում են այս թեմայի մեջ բան ասեն, հա, կարում են, որ այնքան բան կարան ասեն, եթե դուք էլի մոռանաք, մենք ինչի համար ենք հավաքվել սաղս, մենք ինչ խնդիր ունենք իրականում, մենք կիսելու ինչ ունենք բացի մեր կներեք, ինչպես ասում են կորցնելու շղթաներից բացի այլևս կորցնելու բան չունենք, իսկ կիսելու մի բան պետք է ունենանք ընդհանրապես։ Մարդը իր ունակությունների, գիտելիքի եղածի ու ապրածի չափ պատասխանատվություն
մեր երկիրը այս խորը եւ համապարփակ հանելու համար։ Այդ բառը ասեցի։ Պարոն Աշոտյան, հիմա անցնենք մեր բլից հարցերին, կխնդրեմ արագ պատասխանել մեր հարցերին։ Մեկ բառ նկարագրելու համար ներկայիս Հայաստանը։ Ցավ։ Մեկ բառ նկարագրելու համար հանրապետական կուսակցությունը այսօր։ Պայքար։ Մեկ վատ սովորություն, որից ուզում եք ազատվել։ Ծխելը։ Ինչ էմոջիով կներկայացնեք ձեզ։ Ունեմ ավատար եմ սարքես մորոքով եւ սափրված, վերևը սափրված։ ՀՀԿ-ն վերադառնում է ակտիվ քաղաքական դաշտ։ Երբեք չի լքել քաղաքական դաշտը, եղել է անգամ ակտիվ, երբ որ ուրիշ մարդ ընդդիմությունում չկար։ Դուք ձեզ տեսնում եք վարչապետի պաշտոնում։ Հավակնոտ հարց է։ Ես ինչ չեմ տեսնում, բայց տեսնողներ կան ոնց որ։ Կուզեիք ցանկություն։ Եթե 3 բառով նկարագրենք Փաշինյանին։ 3 հատ կետ դնեմ, հա։ Այստեղ 3 բառի փոխարեն ասած պրովոկացիան արտադրեցիք, sense ուղղակի երրած առաջի բաներ ուզում եմ ասել, բայց հասկացա որ չէ։ Գիտեք 3 հատ կետ դնեմ։ 3 բառով նկարագրեք Ռոբերտ Քոչարյանին։ Հայաստանի երկրորդ նախագահ։ 3 բառով Սերժ Սարգսյանին։ Հավաքընկեր նախագահ։ ԵՄՌԴ թե ինքնուրույն ուղի։ Սխալ հարց է։ Կներեք։ Ինքնուրույն ուղի օգտվելով ՌԴ-ից եւ ԵՄ-ից, եւ ԱՄՆ-ից, եւ Չինաստանից, եւ Հնդկաստանից։ Պատերազմից հետո հույս կա։ Պատերազմից հույս կա։ Հույս միշտ կա, ու դա բան չի, կլիշե չի, գիտեք։ Խոր իր մեջ հավատք ունեցող մարդը չի կարող հույս չունենալ, հուսահատությունը մեղք կա։ Եթե մենք իրոք հավատում ենք, որ համբարձվելուց հետո կյանք կա, դա հույս է, չէ՞, բայց մենք իրոք հավատում ենք դրան։ Երկնային Ինչա որ չհավատանք, ավելի փոքր բաներին էլի կներեք, քան այդ աստվածային հրաշքին։ Նոր սերունդը քաղաքականությունից հեռու է թե մոտ։ Անտարբեր է։ Արմեն Աշոտյանը առանց Facebook-ի գոյատևում է։ Այն ժամանակահատվածը, որի մասին չեմ սիրում խոսալ, դրա վառապացույցն է, որ այո։ Մի բան, որ ՀՀԿ-ի մասին մարդկանց միշտ սխալ է թվում։ Շատ բարդ հարց եք տալիս։ Ինչպեսին է օրինակ ՀՀԿ-ն, որ հանրությունը այդպես էլ չհասկացավ, որ ՀՀԿ-ն այդպեսինն էր։ Մի սխալ է թվացել։ Մենք չինովնիկների կուսակցություն չենք։ Այդ ես եմ ասում, մարդկանց թվում է, որ մենք դրանց բյուրոկրատ չինովնիկների ես։ Կոռուպցիոներների, անպայման չի կոռուպցիոներների։ Հիմա ընդհանրապես դա թեմա չկա։ Դե տպավորությունն այդպեսին է։ Եթե հանդիպեիք 20-ամյա Արմենին, ինչ խորհուրդ կտայիք։ Գայթակղությունս մեծավոր ասեի, всё-таки բժշկությամբ զբաղվել, բայց չէ, ոչ մի խորհուրդ չի տա, կլռեի, որովհետև այդ կյանքի սխալներն էլ են իմը, ձեռքբերումներն էլ են իմը, չեմ պատկանում այն մարդկանց թվում, որոնք իրենց կյանքը ինչ-որ բան կփոխեն, չեմ փոխել։ Սա է իմ եղել։ Բան չի, սա կինո չի, տես դուբլ 1, դուբլ 2, edit, սկլեյկա, soundtrack, տիտրեր չկա, ոչ post-production կյանքում չկա, հասկանում եք։ Կյանքը ապրում ես post-production-ը կարաս ռոլիկ անես քո համար քո աղորդումից օրինակ, բայց կյանքը post-production չես կարող անես։ Վերջապես քաղաքականությունը սիրո թե ինտրիգների լեզու է։ Հայրենիքը սիրելու եւ երբեմն ինտրիգներով այդ սիրո ճանապարհը անցնելու։ Քաղաքական դաշտում ձեր ամենամեծ սխալն ու ամենամեծ դասը ո՞րն է եղել։ Քաղաքականության մեջ երևի իմ ամենամեծ սխալը առեսօր որ շարունակում է նա, որ այդ տեսակետից այդ հիմքով ինչը ես ասացի, ես միամիտ եմ։ Ինչ տվեց բանտը ձեզ, ինչ դասեր քաղեցիք Պարոն Աշոտյան։ Փորձ, վիժիվանիայի փորձ։ Ազատության մեջ երբ հայտնվեցիք, ինչն եք ամենաշատը կարոտել, որտեղ վազեցիք։ Մասնագետ ես ընտրությունը չունեի, ինձ կանվոյը տարավ ընտանիքս իհարկե։ Եվ ընտանիքս, բայց ընտանիքս եւ շանս։ Որն է այն հարցը, որի պատասխանը դուք էլ չգիտեք, բայց ստիպված եք ամեն օր ձևացնել, թե գիտեք։ Կոնկրետ երբ Նիկոլը գնալու։ Շնորհակալ եմ պարոն Աշոտյան մեր հարցերին պատասխանելու համար եւ անկեղծ լինելու։ Ձեզ հաջողվեց այսօր ինձ մի քիչ խոսացնել։ Արմլուր լրատվականի հարգելի հետևորդներ, մենք կհանդիպենք։